Ողջույն սիրելի հայրենակիցներ, այնինչ հիմա քննարկելու ենք, ես ձեզ վստահեցնում եմ, դառնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի թիվ 1 հարցը առաջիկա ժամանակաշրջանում։ Դեռևս փետրվարի վերջին, երբ որ դեռ չէր սկսվել ԱՄՆ-իսրայելական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետությունում իշխանության համար տարբեր նարատիվներ զոնդաժանող մասնագետները սոցիալական ցանցերում գրում էին, որ հարձակում կլինի Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Այև որ լինի, միգուցե շատ հնարավոր է, որ Ադրբեջանը չկարողանա օգտագործել այն ճանապարհը, որը օգտագործում է Իրանի միջոցով։ Եվ ահա այդ պահին պետք է Հայաստանի Հանրապետությունը, մեր հասարակությունը պատրաստ լինեն, որպեսզի Ադրբեջանին տան հումանիտար ճանապարհ։ Ուշադիր լսեք։ Եվ պատկերացրեք 28-ին փետրվարի պետք է հարձակումը լինի, ոչ ոք չգիտի, չէ՞ օրը։ Բոլորս գիտենք, որ այդ հարձակումը պետք է լիներ, չէ՞ սպասվում էր, բայց հարձակումը եղել է հենց 28-ին, ինչու, որովհետև այդ օրը հետախուզությունը իսրայելական ինֆորմացիա է ստացել, որ հոգևոր առաջնորդը իր ռեզիդենցիայում, ոչ թե ինչ-որ բունկերում, աշխատանքային քննարկում ունի, որտեղ նաև բնակվում է իր ընտանիքի հետ։ Եվ հենց այդ ինֆորմացիան ստանալուց հետո որոշում է կայացում հրատապ հարվածը հասցնել։ Ուշադիր, փետրվարի 28-ին։ Այն ինչի մասին, որ ես ասում եմ, որ մեր մեդիայում սոցիալական զոնդավորվում էր, որ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի։ Մենք պետք է հումանիտար ճանապարհ տանք Ադրբեջանին։ Մեր հասարակությանը պետք է պատրաստել այո խաղաղության համար, բասես բաներ։ Դա դրանից, ասենք, շաբաթ առաջ, մի շաբաթ էլ առաջ էր։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ տենց երկար խորը աշխատանք է տարվում մեր հասարակության ներսում, մեր ժողովրդի հետ, հերթական անգամ ինչ որ մի բան հանձնելու համար։ Եվ այդ ինչ որ մի բանը այս երկրի մնացած երևի թե միակ ռազմավարական գործոնն է։ Եվ այս իմաստով ուզում եմ ասել, որ այն ինչ որ ասվում էր, հիմա տեղի է ունենում։ Երեք հանկարծ, չգիտես ինչու, երկու իրանական դրոններ հարվածում են կամ ընկնում են Ադրբեջանին պատկանող Նախիջևանի ինքնավար հանրապետության կամ արդեն սահմանության փոխել են, ես ինչ Ադրբեջանը համարվում Նախիջևանը, օդանավակայանում։ Եվ Ադրբեջանը դրանից սարքում է մի հատ հայոց հարցը։ Ամբողջ ծոցում, Պարսից ծոցի բոլոր երկրներին հարվածել են։ Եվ այնտեղ պատերազմ է գնում ժողովուրդ։ Եվ Ադրբեջանը վայ, վույ, հայ, բան, դատապարտում ենք, Ալիևն ասուրիսանում, օրինակ է բերում, որ Հայաստանում գլուխներ են կտրել իրանց վրա հարձակողների վրա, այդ խաղաղ մարդ էլի։ Գլուխներ են կտրել, ասում է, տեղը բերեք մեզ, մենք ովքեր ենք, Ալիևն է խոսում։ Ասում է, ես միակ պետության ղեկավարն եմ, որ գնացի դեսպանատուն ցավակցական գրեցի։ Ու ճիշտ է ասում, միակ պետության ղեկավարն որ գնացել է։ Եվ չէր կարա չգնալ, որովհետև վերջինաշով Ադրբեջանը շիաական երկիր է եւ շիա առաջնորդ է սպանվել։ Եվ ես խոսում են ջղայնացած, բան արա սենց ոնց կլինի, բան երեկոյան ժամերին արդեն Ադրբեջանը փակում է ճանապարհները։ Ասում է, որ այլևս տրանզիտ շփում չենք ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ ասում совпадение։ Ասենք փետրվարին գրում են մարդիկ, որ այ եթե սենց բանը լինի, մենք պետք է տանք ճանապարհ, մենք պետք է անպայման տանք։ Ու բանը Ադրբեջանը փակում է ճանապարհը։ Որից հետո ես հիմա ձեր համար կարդում եմ։ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբը հայտարարում է, որ իրենք հերքում են, որ այդ դրոնները իրենք են ուղարկել դեպի Ադրբեջան, դեպի Նախիջևանի օդանավակայան։ Եվ պնդում են, որ սա իսրայելական սադրանք է։ Ճիշտ է, սուտ է, հետաքննություն պետք է արվի ժողովուրդ։ Այսինքն Ալիևի անգամ այդ ելույթը, որ սա նողկալի է, ինչպես կարելի է Իրան այսինչ է կանում բանման, ԱԳՆ նախարարը զանգում է, Իրանի ԱԳՆ նախարարը Արախչին զանգում է Բայրամովին, էլի ասում է, որ մենք չենք, պետք է հետաքննենք։ Այնտեղ ներեգություն ենք մենք պահանջում, նրանք ներեգություն են պահանջում իրանց, բան։ Որից հետո նաև Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն հայտարարություն, որ սա պրովոկացիա է եւ մենք կապ չունենք այս հարվածի հետ։ Ժորժ ջան, նայ, ես չեմ ասում, թե իրանական դրոններ չեն։ Ուղղակի շատ հետաքրքիր է ոնց են այդ դրոններն այդտեղ հայտնվում։ Բայց ասենք, թող հետաքննեն։ Հաշվենք անգամ իրանականը։ Գնացինք առաջ։ Ուրեմն երեք Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Եվ ուշադիր եղեք, ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի տրանսպորտային հաղորդակցությունների բնականon գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Ինչ տրանսպորտային։ Ինչ տրանսպորտային։ Գնացինք առաջ։
Ինչա տեղի ունենում։ Հիմա լուր են տածում, որ Ադրբեջանը հավաքում է ռեզերվիստներին, այսինքն պայստազորի հավաք է հայտարարել։ Բանակին տվել է համար 1, մոնտեցուցիչ որ ռազմական դες պատրաստվում են, բայց ինչ է, այսինքն Իրանի դեմ ուզում են պատերազմ անել, բնականաբար չեն կարող։ Դա ի՞նչ թատրոն է։ Այսինքն իրավիճակը տեղեկատվական դաշտում լարում են։ Եվ վերջում հանգեցնելու են նրան, որ Իրանն էլ ասի, իմ տարանցիկ ճանապարհով չեք կարող անցնել։ Որից հետո արդեն Հայաստանում ռոպագանդան սկսել է զբաղվել նրանով, որ մենք պետք է հումանիտար ճանապարհ տանք։ Արա այդ հումանիտար ճանապարհ տվողները մոռացել եք, որ 8 ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սոված ծարավ նստած էր, Լաչինի միջանցքը չէին բացում, փակել էին։ Այդքան բեռը տարել էինք հասցրել Հակարի կամուրջի մոտ, չէին կարողանում անցկացնել այդ բեռները, որ ուղղակի պետք է այնտեղ բեռները հասցվեին ու անգամ սահմանին գային վերցնեին, չէին թողնում ներս մտնի։ Հա հումանիտար տեղ եք, ուր եք բա։ Մոռացել եք այդ հումանիտարը։ Ես աշխարհի ամենահումանիտար մարդն եմ։ Բայց դու ինչ միտես մի հատ տես դերի մեջ եք մտել։ Եթե զադանիա չեք անում, եթե դուք ադրբեջական գործակալական ցանցի ներկայացուցիչներ չեք, իհարկե եք իմ կարծիքով։ Բոլոր նրանք, ովքեր այս լոբինգը անում են, ես կարծում եմ, որ ադրբեջանական նարատիվ են քարոզում երկրում։ Այդ ինչ մի տես հումանիզմա բռնե ձեր մոտ։ Հիմա գամ ճանապարհին։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի շփումը Իրանի միջոցով փակի, եւ Ադրբեջանը դեռ չկա տեղեկատվություն, որ Հայաստանից պահանջել է այդ ճանապարհը, խնդրել է Հայաստանին տալ տարանցիկ ճանապարհ հումանիտար, չկա նման տեղեկատվություն, բայց Հայաստանում արդեն քարոզը գնում է, պատրաստել են, մեր ժողովրդին պետք է պատրաստել։ Եթե դիմեն մեզ, այո, Հայաստանը պետքա տա ճանապարհը, որ այո, եթե Շաքարովը ասում ինչ որ ոչ ռազմական բնույթի բեռներ անցնեն։ Բայց ի՞նչն է այստեղ հետարքիսելի հայնագիստներ։ Դա նշանակում է ժողովուրդ ջան, որ այն թրիփի պատմությունը, որ պետքա լինի առաջնային օֆիս, որի մեջ հայրը չպետքա լինեն։ Հետո օֆիսի հետևը, այսինքն սեղանի տակ կամ չգիտեմ որտեղ, այն հետևի սենյակում, ինչ որ հայրը դինեն, որ նայեն, բայց շփվեն ադրբեջանցից հետ։ Ման այդ հեքիաթը հոդս է ցնդում։ Այսինքն եթե հիմա Ադրբեջանը մեզանից ճանապարհ ուզի, դա պետքա տանք միայն մեր սուվերենությամբ եւ ինքնիշխանությամբ։ Մեր բեռները հիմա անցնում են այնտեղ, որտեղ ասում են անցնում են։ Այդ ցորենա գալի, անասնակերա գալի, բենզինա գալի։ Իրենց սահմանապահները ստուգում են, չէ՞։ Ուրեմն Ադրբեջանի բեռները շատ սիրուն մեր սահմանապահների ստուգումով կարող են անցնել գնալ Նախիջևան։ Նենց ոնց որ Հայաստանի մշտական դիրքորոշումն ա եղել մինչև միջանցքը հանձնելու պահը։ Թղթի վրա դե հիմա հանձնված է, որ պիտի բացվի եսիմ։ Ներդրումներ պիտի արվի, պիտի բացվի։ Հիմա այսինքն եթե ճանապարհը ուզում եք տակ, իսկ դուք ուզում եք տակ, ես տեսնում եմ որ դուք հիմա եք ուզում տակ։ Դուք առիթ եք թե արագ հումանիտարի անվան տակ, աշխարհափրկիչներ խաղաղության մրցանակ ստացողները սովի մատնված Ղարաբաղի ժողովրդին մոռացածներ ուզում են հիմի հումանիտար միջանցք, շատ լավ։ Եթե հիմի պետք է տակ միայն ինքնիշխանությամբ եւ սուվերենությամբ։ Ու եթե տենց Ադրբեջանը ուզի այդ ճանապարհը վերցնի եւ օգտագործի եւ գնա, կտեսնի որ հայերի հետ շփումը հայ սահմանապահների հետ։ Եթե իհարկե նպատակն են չի որ ինքը առանց վերահսկողության միջանցք է ստանում։ Իսկ դա է եղել եւ կա։ Այսինքն ինքը շփման այդ այս process-ի արդյունքում ոչ թե մենք կարանք կորցնենք, այլ կարանք շահենք։ Ասելով որ հայկական սուվերենությամբ գնացին եկան առանց back office, front office-ը առաջնային օֆիսն որտեղ հայերը չպետք է լինեն ըստ այդ թղթերի։ Back office-ն էլ նա որտեղ կարան հայերը լինեն, մեծ հարց է։ Եվ ասել որ ժողովուրդ ջան, հեսա ճանապարհը գործեց հայկական սուվերենությամբ։ Բայց կռիվ ես, պատերազմ ես, այս բանը ես, հեքիաթներ ես, Վաշինգտոնյան բաները, տրիպը, բանը, ինչի մասին է։ Իսկ եթե հանկարծ դուք այս լոբինգը անում եք, որ այդ նույն առանց վերահսկողության ճանապարհը տակ։ Եթե հանկարծ դուք այս լոբինգը անում եք, կրկնում եմ, որ այս ճանապարհը առանց վերահսկողության տակ Ադրբեջանին, հումանիտարի անվան տակ, արդեն առանց ամերիկյան ներկայացվածության, առանց ամերիկյան ներդրումների, որը պետք է այդ տրիպը տենց է ենթադրում, չէ՞, հա։ Դուք գիտեք ով եք լինելու։ Ձեզ ոչ մեկ չի փրկելու։ Ոչ մեկ ձեզ չի փչելու, չի փրկելու։ Ու դուք փորձվեք հանկարծ տենց բան անել։ Հայաստանի հենց հիմա այս պայն միակ քաղաքական գործիչը, որ այս հարցը հիմա ձեր ռոպագանդան նկատել է, դրա վերալուծել, Ադրբեջանի գործողությունները տեսել վերալուծել, Իրանի իրավիճակը տեսել վերալուծել, ուստի ներքին այս process-ը որ դուք տանում եք, այդ ամեն ինչը տեսել է ու վերալուծել, ու ժողովրդին ասում է, միակ մարդը, որ հենց հիմա այս հարցը բացնում է, դա ես եմ։ Ես վստահ եմ, որ այս եթերից հետո
բոլոր քաղաքական ուժերը եւ քաղաքական գործիչները այս թեման վերցնելու են եւ շարունակելու են պահել օրակարգում։ Հետաբար ես եթե իսկից ասացի, սա լինելու է Հայաստանի թիվ 1 օրակարգը այս շրջանում։ Ամփոփելով այո հումանիտար ճանապարհ մենք կարող ենք տալ։ Ոչ մի խնդիր։ Մեր իրավունքներով, մեր սուվերենությամբ, մեր սահմանապահներով, մեր անվտանգային մարմիններով։ Միայն։ Ուրիշ որևէ կոնֆիգուրացիայով այդ հարցը անգամ քննարկել, Facebook-ները մարդկանց փորձել համոզել, հանրությանը պատրաստել, բանանել, դա պետական բնույթի դավաճանություն է։ Պետական ազգային ամենավերին մակարդակի։ Չփորձեք խաղեր տալ։ Ես անգիր տեսնում եմ ինչ եք անում։ Ես տեսնում եմ մարդիկ կտեսնեն, ինչու, որովհետև ես մարդկանց կպատմեմ։ Եվ հիմա ես մարդկանց պատմեցի։ Եվ մարդիկ արդեն իմացան։ Նայեք խաղեր չտակ։ Սա է ուզում ես ասեմ, սիրելի հայրենակիցներ, եւ այն ինչ որ ես ասում եմ, միայն ու միայն բխում է այս երկրի պետական ազգային շահերից, այս երկրի Հայաստանի Հանրապետության։ Ուրիշ ոչ մի բան նկրտում չունեմ այս ամեն ինչի մեջ։ Միայն Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Եվ վերջ։ Ուրիշ բան իմ համար գոյություն չունի։ Եվ այո, մեզ բացարձակապես ձեռնտու չի Ադրբեջան, Իրան անգամ լարվածություն, դրանից ոչ ոք չպետք է ուրախանա, եթե հասկանում է իրավիճակը, մեզ դա պետք չի, եւ մեզ պետք չի բացարձակապես Իրանի փլուզումը, տարալուծումը, մասնատումը եւ այլն եւ այլն։ Եվ սրա մասին վաղը մեր պլատֆորմ ոդկասթի էպիզոդում իմ եւ Կարպիս Փաշինյանի զրույցը խորհուրդ կտամ դիտել։ Այսքանն է ուզում ասել երկրի թիվ 1 օրակարգի մասին։ Դե հիմա տարածեք, բազմապատկեք եւ ձեր կարծիքը գրեք սրա տակ։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։